Երգչուհի Տաթև Ասատրյանն ինստագրամյան հարթակում նոր հրապարակումով է հանդես եկել, այդպիսով ներկայացնելով իր մենահամերգից մի քանի կադրեր։ Տաթև Ասատրյանը մենահամերգի ընթացքում կատարել է մի երգ, նշելով, որ երբ փոքր էր, երազում էր ունենալ մեծ մենահամերգ եւ այդ բեմից երգել այս երգը իր մայրիկի համար։ Երգչուհու երազանքն այլևս իրականություն է։ Նա երգում է երգը նվիրելով իր երջանկահիշատակ մայրիկին։ Կադրերում երևում է, թե ինչպես է Տաթևը հուզվում եւ արցունքները չի կարողանում թաքցնել երգչուհին։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է երգչուհի Տաթև Ասատրյանի ամուսինը, նրա պրոդյուսերը Նարեկը անակնկալ կերպով շնորհավորում իր հայրիկի ծննդյան տարեդարձը, նրան նվիրելով ավտոմեքենա։ Այս անակնկալը իսկական շոկի է ենթարկում հայրիկին։ Նա հուզվում է տեսնելով որդու գեղեցիկ նվերը, իրեն ներկայացնում ենք հուզիչ կադրերը ձեր ուշադրությանը։ Համացանցում ակտիվորեն տարածվում է երգչուհի Տաթև Ասատրյանի մասնակցությամբ մի տեսանյութ, որտեղ վերջինս նշում է, թե երկրպագուները կսկսեն չսիրել իր ամուսնուն, երբ իմանան ինչպես են ծանոթացել ինքն ու ամուսինը։ Տաթևը պատմել է, որ տարիներ առաջ ինքը մասնակցել է մի համերգային երեկոյի, որը կազմակերպել է ամուսնու Նարեկի ընկերը։ Ինքն այնտեղ երգել է եւ պետք է իրեն վճարեին 20,000 դրամ, սակայն նրան չեն վճարել եւ այդպես էլ նա ձեռնունայն տուն է վերադարձել։ Այդպիսով Տաթևն ասում է, որ ով իմանար, որ Նարեկը մի օր կընտրեր իրեն որպես իր կին, եւ Տաթևը նշում է, որ հենց այդ պատմության պատճառով հնարավոր է երկրպագուները սկսեն չսիրել իր ամուսնուն։ Սակայն Տաթևը ցանկացած համերգային երեկոյի ժամանակ ասում է, որ իր կյանքի եւ կարիերայի պատասխանատուն հենց ամուսինն է, հերթական անգամ շեշտելով նրա կարևոր դերն իր կյանքում։ Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ հայտնել էինք Սարո Թովմասյանն ինստագրամյան էջում հիվանդանոցից հրապարակում է արել, այդպիսով ցույց տալով, որ կաթիլայիններ է ստանում։ Երգիչն այսօր ինստագրամյան հարթակում մեկնաբանել է լուսանկարն ու դրա շուրջ քննարկումները։ Վերջինս նշել է, որ ինքը վիտամին է պարզապես ստացել, ինչպես նաև անդրադարձել է այն մեկնաբանություններին, որում շատերը նշում են, թե Սարո Թովմասյանը հայտնվել է հիվանդանոցում, քանի որ պատժվել է Տաթև Ասատրյանին ծաղրելու համար։ Երգիչը հետևյալ կերպ է խոսել այս մասին։ Շատ շնորհակալ եմ անհանգստացողների այն 21 հոգու համար, մերսի շատ, ես տենց էլ գիտեի, որ դուք ինձ սիրում եք, մորքուր քրքրվես դու քո դարդից, տեսար ինչ եղավ, այ պատժվավ է, վիտամին B12 սրսկեցին գիշերը նրան։ Երգիչ Սարոն բավականին սիրված է հանրության կողմից, նրա հրապարակումներն ինստագրամյան հարթակում վերջին շրջանում սկսել են ակտիվանալ։ Նա մեկը մյուսին հաջորդող տեսանյութեր է հրապարակում, այդպիսով նկատում, որ տվյալ կոնտենտը սիրված է ինստագրամյան հետևորդների շրջանում։ Երգիչ Սարոյի վերջին հրապարակումը, սակայն, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել։ Բանն այն է, որ երգիչն ինստագրամյան հարթակում տեսանյութով է հանդես եկել, խոսելով այն մասին, որ պատրաստվում է ինքն էլ մի օր մասնակցել հարցազրույցներից մեկին, լացակումած խոսել իր անցած ուղու մասին եւ այդպիսով կարծես թե նա ծաղրում է հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, ովքեր մասնակցելով այս կամ այն հարցազրույցին խոսել են իրենց անցած բարդ ճանապարհի դժվարությունների մասին։ Շատերը նշում են, որ մարդիկ, ովքեր մասնակցում են տվյալ հարցազրույցներին եւ անկեղծանում են, պարզապես ցանկանում են մոտիվացիա հանդիսանել շատ մարդկանց համար եւ ցույց տալ, որ շատ աշխատանքի եւ հավատի արդյունքում հնարավոր է ամեն բան փոխվի։ Երգիչ Սարոյի այս հրապարակման մեկնաբանությունները կարդալիս մեր աչքից չվրիպեց նաև դերասան Ռաֆայել Երանոսյանի մեկնաբանությունը՝ լացեք, որ տոմս ծախվի։
Այս հրապարակումից հետո համացանցի օգտատերերը նշում էին, որ Սարոն կարծես թե այս հրապարակումով նկատի ունի երգչուհի Տաթև Ասատրյանին, ով իր մենահամերգից առաջ մասնակցեց հաղորդումներից մեկին եւ այդպիսով կրկին անգամ պատմեց իր անցած դժվար ճանապարհի մասին։ Մեկնաբանություններում շատերը գրում էին, որ Տաթև Ասատրյանին է ծաղրում Սարոն, իր հարցազրույցի հարցերն է ձեռք առնում։ Կոնկրետ կպտում ես Տաթև Ասատրյանին, իր հարցազրույցի հարցերն ես ձեռ առնում, չի կարելի Սարո ջան, քեզ շատ սիրում ենք, բայց այդքան անլուրջ չի կարելի լինել։ Սարո ջան, որ խնդրեմ համերգիդ ինձ մի բան կնվիրես, միշտ երազել եմ թերթի բուտկա ունենամ։ Այսպիսի մեկնաբանություններով էլ մարդիկ միանում էին երգչի հրապարակմանը եւ այդպիսով շեշտում, որ միգուցե Սարոն նկատի ունի Տաթև Ասատրյանին։ Սարո ջան, դու լավ մարդ ես, բայց ինչի վատկացիր Տաթև Ասատրյանի պահով։ Դու ունես հարգանք, սեր, ժողովրդի կողմից դու ծաղրում ես։ Ինչի։ Քո քայլը նախանձության է նման։ Մհերին կամ Ամալիային հյուր գնա, մինչև մարտի 8 կարող է համերգներդ մինչև ապրիլի 7 դնես։ Այսպիսի մեկնաբանություններ էին գնում համացանցի օգտատերերը, շատերին թվում է, որ Սարոն հենց ինքը նկատի ուներ երգչուհի Տաթև Ասատրյանին, ով սկզբնական շրջանում հայտարարեց մեկ մենահամերգի մասին, սակայն տոմսերը կարճ ժամանակահատվածում իսպառ վաճառվեցին։ Եվ այսպիսով Տաթև Ասատրյանը եւս 3 մենահամերգ հայտարարեց, իսկ այդ մենահամերգների տոմսերը եւս արագորեն սպառվեցին։ Այսպիսով համացանցի օգտատերերը նշում են, որ Սարոն իր մարտի 8-ի մենահամերգից առաջ կարող է մասնակցել հարցազրույցի եւ այդպիսով մենահամերգի տոմսերը սպառվեն եւ մինչեւ ապրիլի 7 եւս մի քանի մենահամերգ ունենա։ Իրականում ում նկատի ունի երգիչը եւ իրականում ինչ կարծիք ունի այս ամենի վերաբերյալ երգչուհի Տաթև Ասատրյանը, դժվար է ասել, մեզ մնում է ներկայացնել մի քանի մեկնաբանություն։ Հավելենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք, թե ինչպես էր Թաթա Սիմոնյանը բեմ բարձրանում եւ Տաթև Ասատրյանին նվիրում ծաղիկներ, որից հետո նրանք համատեղ կատարում էին իրենց վերջին աշխատանքը, որը ընդամենը օրեր առաջ են ներկայացրել։ Նշենք նաև, որ մեր աչքից չի վրիպել, որ հերթական անգամ բեմում է եղել նաև փոքրիկ Նժդեհը, ով ինչպես Տաթև Ասատրյանն է խոստովանում, բավականին մեծացել է։ Տաթև Ասատրյանն իր խոսքում նշում է, որ հաջորդ մենահամերգին, որը նախատեսվում է լինել մարզադաշտում, Նժդեհը արդեն կլինի իր հասակին։ Նշենք նաև, որ Տաթև Ասատրյանը նշել է, որ Նժդեհը պարապում է, սովորում է եւ ցանկանում է երաժիշտ դառնալ։ Տաթևը նշել է, որ միայն լավ սովորելու արդյունքում մոտ ապագայում Նժդեհին կարելի է տեսնել իր բենդում։ Ներկայացնում ենք այս հիշարժան օրվա բացառիկ կադրերը առանց մեկնաբանության։ Մյուս համերգին արդեն իմ բոյին կխոսում։ Բայց այս համերգներին չէ, մարզադաշտի։ Մեծ ստացվում։ Ավելի լավ սովորել, հաջորդ անգամներին այն բենդում նստած կլինես։ Արի մոտես։ Այ ժողովուրդ ջան, շատ եք հարցնում, թե Նժդեհը որտեղա ոնց է ու ինչ է անում։ Ուզում եմ ասել, որ հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է լինելու։ Չէ՞ կյանքս։ Ժողովուրդ ջան, հիմա մենք գրինում ենք, գալու ենք Ռոստով, կնասադար